Անան հիվանդանոցում Սարիկին հանդիպել։ Պապատ մի օր մի բան ասեց, տպավորվեց մեջս։ Ասեց, ես կյանքում ամենածանր այն ընտրությունն է, որ ինչ էլ ընտրես, մի բան կորցնում ես։ Արսեն ջան, Ով ջան, դու գիտես ինչքան հարազատ ես ինձ, մեզ։ Երբ իմացա Լիզայի ու քո մասին, չես պատկերացնի, մի տեսակ խաղաղություն զգացի։ Հենց առաջի անգամ աղջկադ գրկում ես, ուզում ես, որ մինչև կյանքի վերջը տենց գրկած պահես, որ հանգած չցավեցնեն, չնեղացնեն։ Հանգստացա, որ իմացա Լիզայիս ընտրյալը դու ես, ուրախ եմ ձեր համար, քո կողքին երջանիկ կլինի։ հա դե ուրիշ ձև չի էլ կարա լինի Արսեն ջան։ Հիմա անեցա առանց Լիզա չեմ պատկերացնում իրոք ինձ։ Հիմա պարզ խոսենք։ Ես տեղյակ եմ ամեն ինչի մասին։ Այն իրավիճակը, որում հայտնվել եք երեքով, բարդ է ու պապայիդ ասացի պես անպայման երեքով մի բան կկորցնեք, առաջվանը չեք լինի։ Կարևորը անկախ ամեն ինչից, մինչ օրս ձեր միջև եղած հոգատարությունը չկորցնեք։ Այս պատմության մեջ ամենախոցելին Ադելն է հիմա։ Արսեն ջան, ես Ադելին շատ սիրում ու հարգում եմ, որպես քուր իհարկե։ Հիմա ես էլ եմ դժվարանում եմ, չգիտեմ ոնց խոսամ այդ աղջկա հետ։ Ոնց անեմ, որ չնեղվի, չցավացնեմ ու մոտը ոչ մի բան չխորանա։ Դու պատկերացնում ես, որպես հեր տղամարդ ինչ եմ զգում։ Պատկերացնում եմ։ Այդ հարցի լուծումն էլ է արդեն պարզ։ Մենք նույն տան մեջ չպետք է մնանք։ Այդ հարցերով եմ զբաղվում։ Այդ ճիշտ չի, դե հասկանում ենք բոլորս էլ։ Չէ, Արսեն ջան, ես չեմ ուզում, որ դուք գնաք։ Չէ, գնալու ենք, այդ չի քննարկվում։ Ուղղակի ուզում եմ, որ դու Լիզան այս ընթացքում խելացի, համբերատար ու երբեմն իրար հանդեպ ներողամիտ լինեք։ Ամեն ինչ կանցնի, վստահ եմ։ Ինձ թվում է ճիշտ հասկացած չէ ինձ։ Անան արդեն շատ վատ էր ու գիտեր, որ չի ապրելու։ Խնդրել էր, որ իրան տանենք տուն, որ ինչ որ լինում է տանը լինի։ Հիշում ես, չէ՞։ Իմացել էր, որ Սարիկը ազատվել է բանտից, ու որ Հայաստանում է։ Այսքան տարի մեղքի զգացումով ապրել ու որոշեց մեռնելուց առաջ Սարիկի հետ խոսել։ Ես էլ չկարողացա մեռնող մարդու ցանկությունը մերժել։ Ես եմ գտել Սարիկին ու կանչել։ Հովոն էլ իմացա, որովհետև այդ պահին եկավ։
Ես դուրս եմ գալիս մի քիչ գործել եմ։ Հիմա։ Հա, ուշ կգամ Ադելին ուշադիր կլինեք։ Բա, բայց ուր ես գնում։ Դե ասեցի գործերով։ Արսին ջան, պապայի հետ խոսել ես, զանգել է քեզ։ Չէ, ինչի։ Գործի տեղից են գրի, ասում են ցերեկը դուրս է եկել ու հետ չի գնացել։ Հիմա էլ զանգում են չի պատասխանում։ Ես կզանգեմ, բայց հենց կա ինձ էլ տեղյակ պայեք։ Անհանգստացա։ Բայց ուր պիտի գնացած լինի։ Չգիտեմ։ Ճիշտ է, կասկածում եմ, բայց ուր էլ գնացած լիներ, հիմա գործի տեղից որ զանգում են, պիտի պատասխաներ էլի։ Հավ մի բան եմ ուզում հարցնում։ Ասա։ Երբ Ադելի մասին խոսում էինք, հորքուրիս ինչի օրինակ բերեցիր, ինչի իրեն հիշեցիր։ Լավ էլի Լիզա։ Դե հետաքրքիր է հով։ Հա, Լիզ, հետաքրքիր է, բայց հետո կխոսանք էլի դրա մասին։ Հիմա հասկանամ պապան ուր է։ Այդ ինչ էր ասում Ադելը, որ ուզեց մենակ մնաք։ Այն ինչ երբեք չէի ուզել լսել։ Ասում էր, որ վախենում է Հավոյին կորցնելուց, իսկ ես լսում էի ու չգիտեի ինչ ասեմ։ Լիզ, քեզ թվում է ես չեմ հասկանում, որ շատ վատ բան է եղել։ Բայց ինչ ասեմ։ Քո կեսն է, քո արյունն է։ Ամենահարազատ մարդն է այս աշխարհում։ Իսկ ինչի պապան Ագնեսին չի ընդունում մամ։ Դա ինչի հիշեցիր։ Դե դու ես ասում, որ քույրն ամենահարազատ մարդն է կյանքում, իսկ մենք ինչ ծնվել ենք, տեսնում ենք, որ պապան իր քրոջ անունն անգամ չի ուզում լսել։ Մենք դրսում ենք իր հետ ծանոթացել կամ ինքն այն ինչ-որ իրավիճակներ ստեղծել, որ գոնե մի պահ մեզ տեսնի։ Ես չգիտեմ ինչի այդպես, բայց անգամ Հովոն գիտի դրա մասին։ Ինչի ինչ-որ բան ասել։ Չէ, կոնկրետ ոչ մի բան, բայց արել է ակնարկներ։ Ինչ որ շատ վատ բան ա եղել, ոնց հասկանում եմ։ Ինչև վերջի րոպեն մտածում էի, որ չես գա։ Թղթի որակը լավն է։ Այդ կարևոր է։ Թղթի որակից էլ կախված է մեր կյանքի որակը, չէ՞։ Իսկ Վիգենը հարցեր չի ունենա, որ գիշերը չկաս։ Ստեղ մենակ մեր գործն ենք քննարկում, Սավիկ։ Ոնց ասես։ Դու ասում ես, որ փողերը իրացնելու հեշտ ձև ես գտել։ Կկիսվես, հասկանանք։ Կասեմ կամաց։ Սկզբից կփորձենք առաջին օրինակը։ Շատ փողը վտանգավոր է ինչ-որ տեղ տանել, բանկ դնել կամ վճարում անել։ Այդ մանր-մունր առևտուրը ինչ չի հետաքրքրում։ Դու գիտես ինչի համար է ինձ պետք փողը։ Ու ինչ ենք անելու։ Պետք է որակով փող ստանանք, որ տերմինալներով կարողանանք անցկացնել։ Ու այդ ժամանակ քարտից կանխիկացնենք իսկական փողը։ Այդ դեպքում արդեն վտանգ չկա։ Այդ ամեն ինչը կարճաժամկետ է։ Ու մի օր ջրի երես է դուրս գալու։ Լսի Սարիկ, այս ամեն ինչը ինձ համար կարճաժամկետ է, դու ոնց որ ինձ լավ չես հասկացել։ Ես վերցնում եմ այնքան ինչքան որ իմ աղջկա վիրահատության համար է պետք ու տան ու դու քո բաժինը։
ու այդ պիտի արագ արվի, որ չպարզվի, որ գտնեն, էլ չանենք։ Այս ամեն ինչը կարճ է տևելու, ես այն սկզբից էլ քեզ ասել եմ, կթողես աշխատել։ Մենք բոլորս մտերիմ ընկերներ էինք։ Ոնց որ դու, Հովոն ու Ադելը։ Սարիկի մասին լսել ես։ Հա։ Սարիկը, Վիգենն ու Արսենը փոքր տարիքից ընկերություն էին անում։ Հետո ես ու հայրը ծանոթացանք։ Ագնեսն էլ էր մեր հետ, որպես Արսենի քույր։ Հետո հայտնվեց Աննան։ Սարիկը մի անգամից սիրահարվեց Աննային։ Հովոյի մամային։ Հա։ Ագնեսն էլ Սարիկին էր սիրում։ Սարիկը գնաց բանակ։ Զորակոչի տարիքն էր ու պատերազմ էր։ Հետո լուր ստացանք, որ Սարիկը զոհվել է։ Իբրև մի ամբողջ գունդ գերի են վերցրել ու սպանել։ Բոլորս շատ ծանր վիճակում էինք։ Ու դրանից հետո Վիգենն ամուսնացավ Աննայի հետ։ Հա, Բա Ագնեսի մեղքը այդտեղ ո՞րն էր։ այդ լուրը, որ Սարիկը մահացել է, մեզ Ագնեսն է ասել։ Զանգել են մեր տուն ու հայտնել են այդ լուրը։ Երբ արդեն Վիգենն ու Աննան ամուսնացած էին, պարզվեց, որ Սարիկը ողջ է։ Սկզբից սահմանամերձ հոսպիտալում ա եղել։ Հետո ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Բայց քանի որ անգիտակից վիճակում ա եղել, ոչ մեկ չի իմացել ով է։ Մտածում եք, որ Ագնեսը խաբել է։ Լիզ, ես հիմա չգիտեմ, այնքան ժամանակ անց է, ես չեմ կարող այդ իրադարձությունները իրար կողք դնել ու հասկանալ։ Բայց հոսպիտալում ասում էին, որ երբ գիտակցության ա եկել, Արսենի համարն ա տվել։ Ու զանգել են, որ ասեն Սարիկը ողջ է, դա են ասել։ Փաստորեն ընկերն ա զոհվել։ Ուղղակի քանի որ գիտակցության չի եղել, խառնել են անունները։ Ու հետո երբ գիտակցության ա եկել, նոր իմացել են ով է։ Իսկ Ագնեսը փոխանցել ա, որ հակառակն են ասել։ Հայրդ չի կարողանում ներել քրոջը։ Որովհետև այդ ստից հետո մարդկանց ճակատագրերը փոխվեցին։